Ինչու Սուրբ Հոգին անդեսանելի գերբով գործե։ Սիրելի ունգընտիրներ, այսօր մենք մի խորհրդածենք Սուրբ Երորդության 3-րդ անձի Սուրբ Հոգիի խորհրդավոր գործունեության մասին։ Հաճախ կհարցնեն մեզի, թե ինչու Աստծո Հոգին գործե անդեսանելի գերբով։ Ինչու ան չի հայտնվիր մեզի դեսանելի ցևով։ Ինչպես Հիսուս Քրիստոսը եկավ մարմնով։ Այսօր պիտի փորձենք գտնել այս հարցերուն պատասխանները Սուրբ Գրքի եւ մեր հավատքի եւ հայրերու լույսի ներքո։ Ինչու Սուրբ Հոգին անդեսանելի գերբով գործե։ Սիրելիներ, Սուրբ Հոգի անդեսանելի գործունեությունը քրիստոնեական հավատքի խորում ճշմարտությունները մեկն է։ Թեև մենք անոր չենք տեսներ մեր աչքերով, անոր ներկայությունը եւ գործունեությունը շոշափելի է մեր հավատքի մեջ։ Ահա թե ինչու Սուրբ Հոգին գործե անդեսանելի կերպով։ 1. Սուրբ Հոգին Աստվածայի բնույթի արդացոլումն է։ Սուրբ Հոգին Աստված է։ Աստված կամ Աստուծո երրորդության անձը, ինչպես Հայր Աստված եւ Որդի Աստված Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգին եւս հոգի է եւ նյութական մարմին չունի։ Աստուծո բնույթը անսահման է, ամենուրեք ներկա, անդեսանելի եւ անըմբռնելի մարդկային զգայարաններով։ Սուրբ Հոգու անդեսանելի գործունեությունը բարձրապես գարդացել է իր աստվածային բնույթը։ Հովհաննես Ավետարանի 4:24 համարը գսե. Աստված հոգի է եւ անոր պաշտողները պետք է հոգիով ու ճշմարտությամբ պաշտեն։ Որպես հոգի Աստված չի գնար դեսանելի լար մեր սահմանապատ զգայարաններու համար։ Սուրբ Հոգին, ըլլալով Աստծո Հոգին, գործե իր բնույթին համապատասխան։ Երկրորդ, ազատ կամքի հարկանք եւ հավատքի զարգացում։ Եթե Սուրբ Հոգին դեսանելիորեն հայտնվեր մեր կյանքի մեջ, անիկա գրնար խախտել մարդու ազատ կամքը։ Աստված կուզե, որ մենք կամավոր կերպով հավատանք իրեն, սիրենք իրեն եւ հետևենք իր պատվիրաններուն։ Աստված չի կամենար ստիպողական հավատք։ Այդ պատճառով Սուրբ Հոգին գործե նրբորեն, ներսեն, որովհետեւ մենք ընտրենք անոր կամքը ազատ կամքով։ Անդեսանելի գործունեությունը նաեւ կօգնի մեր հավատքը զարգացնելու։ Հավատքը Սուրբ Գրքի աներևույթ բաներու հույսն է, աներևույթ բաներու հավատքը, գսե Եբրայեցիս 11:1-ը։ Երբ մենք չենք տեսներ, բայց կզգանք Սուրբ Հոգիի ներկայությունը եւ գործունեությունը մեր կյանքի մեջ, մեր հավատքը կամրապնդվի։ Մենք կսորվենք ապավինել Աստծո ներկայության, նույնիսկ երբ զայն չենք տեսներ։ Երրորդ, հոգևոր բդուղներով ճանաչում։ Հիսուս Քրիստոս ինքը բացատրեց Սուրբ Հոգի անդեսանելի գործունեությունը, օգտագործելով քամիի օրինակը Նիկոդիմոսի հետ իր զրույցի մեջ։ Հովհաննես 3:8 համարը գսե. Քամին ուր որ ուզե կպչե եւ անոր ցայնը կլսես, բայց չես գիտեր ուր գեկուկա եւ ուր գերտա, այնպես է ամեն մարդ, որ հոգիեն գծնի։ Ինչպես քամին անդեսանելի է, բայց անոր աստեցությունը զգալի, նույնպես Սուրբ Հոգին անդեսանելի է, բայց անոր գործունեության արդյունքները դեսանելի են մեր կյանքի մեջ։ Այս արդյունքը կգոչվի Սուրբ Հոգիի բդուղներ։ Պողոս առաքյալը կնկարագրե զանոնք Գաղատացիներ 5:22-23 համարներում մեջ, գսե Սուրբ Հոգու բդուղներն են սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն եւ ժժգալություն։ Երբ մենք կտեսնենք այս բդուղները մեր կամ ուրիշի կյանքի մեջ, մենք կիմանանք, որ Սուրբ Հոգին կգործե։ Անոր գործունեությունը կհայտնվի մեր բնավորության փոփոխությամբ, մեր աղոթքի խորացումով, մեր սիրո աճումով եւ Աստծո կամքին հնազանդելով։ Չորրորդ պատճառը Քրիստոսի բարքի բարձրացումն է։ Սուրբ Հոգին կգործե անդեսանելի կերպով նաեւ այն պատճառով, որ անոր առաքինությունը կամ առաքելությունն է պարապանել Հիսուս Քրիստոսը եւ մատնանշել ինք։
Սուրբ Հոգին չի պարապաներ ինքս ինքը, այլ գօգնե մեզ ճանչնալու, սիրելու եւ հետևելու Քրիստոսին։ Հովանես 16:13-14 համարները գսեն, սակայն երբ կա ճշմարտության հոգին, անիկա ցեզ ամբողջ ճշմարտության մեջ պիտի առաջնորդե, որովհետև ինքն իր մե պիտի չխոսի, այլ ինչ որ լսե պիտի խոսի, եւ քալիք բաները ցեզի պիտի իմացնե։ Անիկա զիս պիտի պարավորե, քանզի իմ բաներես պիտի առնե եւ ցեզի պիտի տա։ Սուրբ Հոգին մեր մեջ կվգայե Քրիստոսի մասին, գլուսավորե Աստվածաշունչը, գօգնե մեզի հասկանալու Աստծո կամքը եւ կզորացնե մեզ վգայելու Քրիստոսի մասին ուրիշներուն։ Անոր անդեսանելի ներկայությունը կհավաստիացնե, որ մեր կետրոնը միայն Քրիստոսն է։ 5-րդ եւ վերջին պատճառը Աստվածային մերձավորություն եւ ներքին բնակություն։ Սուրբ Հոգի անդեսանելի գործունեությունը նաև կմատնանշե Աստուծո մերձավորությունը եւ իր ներքին բնակությունը հավատացյալներու մեջ։ Մենք Աստծո դաջարներն ենք գսե ավետարանը եւ Սուրբ Հոգին կբնակի մեր մեջ առաջին Կորինթացիներ 6:19։ Այս ներքին բնակությունը ավելի խորունգ եւ աստեցիկ է, քան դեսանելի արտաքին հայտնություն։ Սուրբ Հոգին մեր մխիթարիչն է, ուղեցույցը, զորացնողը եւ ուսուցիչը։ Անիկա կբերե Աստծո ներկայության մեր սրտերուն մեջ, կնորոգե մեր հոգիները եւ կգերդե մեզի Քրիստոսի նման։ Այս ներքին անդեսանելի գործունեությունը կամ հնարավորություն կուտա Աստուծո հետ մեր հարաբերությունը դարձնելու խորունգ, անձնական եւ շոշափելի մեր հոգեվոր կյանքի ամենօրյա ընթացքին։ Որպես եզրակացություն ասեմ, Սուրբ Հոգին անդեսանելի կերպով կգործե, որովհետև ան Աստված է, հոգի եւ անդեսանելի բնություն։ Ան կհարկե մարդու ազատ կամքը եւ կզարգացնե հավատքը։ Անոր գործունեությունը կճանչծվի իր բդուղներով։ Անոր առաքելությունն է պարապանել Քրիստոսը եւ մատնանշել Քրիստոսը։ Ան կբնակի մեր մեջ հնարավորելով Աստծո հետ մեր խորունգ հարաբերությունը։ Թող Սուրբ Հոգի այս խորհրդավոր ներկայությունը եւ գործունեությունը մեզի ավելի մոտեցնեն Աստծո եւ օգնեն մեզ աճելու մեր հավատքի մեջ։ Ամեն։ Անչադե, արդեն վերջացա։